բարև ձեզ հարազատներս, այսօր պատմելու եմ մեր էլիտաների մասին, ու այդքան ասում են էլիտաները ուր են մեր, ինչի ձայն չեն հանում, մեր էլիտաները խորացած են տարբեր ուսմունքների մեջ։ Իմ կարծիքով դրանք հային, հարիր ուսմունքներ չեն, բայց դա մարդու ընտրությունն է, ես ուղղակի ինչ տեսել եմ դրանից խոսեմ, գուցե օգտակար լինի։ Հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ, բժշկական գիտությունների տեխնացու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 2 տարի 10 ամիս ինչ աշխատում եմ մեր երկրում։ Վերջերս կիսվել եմ Միքայել Սրբազանի խոսքի հատվածով, որտեղ ասում է հայի առաքելությունը հայեցին պահելն է, քրիստոնեությունը, ժողովուրդ ջան, այդպես եմ հասկանում ես ինքս։ Բայց մի խոսքով մեր բժիշկներից մեկը կանգնացրել է ինձ, պատմում է, ասում է դուք ինչ կարծիք եք այլ մոլորակայինների մասին, բան, եթե դա օրինակ ես վերջերս մի հատ ֆիլմ նայեցի Բուգոնիա 2025 թվականի, դրա համար կանգնեցի այդ բժշկին լսեցի, հագի մի քիչ ժամ ասեցի լսեմ տենեմ այս բժշկին չի ասում, բայց մինչև այդ Բուգոնիա ֆիլմը նայել, ես ով որ այդ այլ մոլորակայիններից բանից խոսում էր, ասում է ադիոս, գնում իմ գործերով զբաղվում, բայց այդտեղ ասեցի լավ, կարող է բաներ գիտեմ, բաներ կա ես չգիտեմ։ Մի քիչ ժամ բժշկին լսեցի, որ տարբեր գալակտիկաներում այսպիսի այլ մոլորակայիններ կան, այստեղ լավ տեխնոլոգիաներ ունեն, հոգի չունեն, իրար բերել են մարդու հետ կպցրել են, որ հոգի, մի խոսքով տարբեր բաներ, եկանք հասանք այնտեղ, որ Տրամպը էսա վերջապես հուլիսի 7-ին կարող է վերջապես հայտարարություն անի, պիտի խոսք է տվել, որ հայտարարություն պիտի անի, ինչ հարաբերությունների մեջ են այլ մոլորակայինների հետ։ Այդտեղ ասեն ասեցի, չէ, ես պիտի գնամ, մեծ շատ կարևոր մարդ է ինձ սպասում։ Այնքան կարևոր, որ հաստատ այլ մոլորակային է։ Ես հաստատ չգիտեմ ժողովուրդ ջան, այլ մոլորակայիններ կան, չկան, բայց ես այդքան ժամանակ չունեմ դրանց տրամադրելու, հասկանում ես, մի հատ քփ չենք կարում հեռացնենք, ուր մնաց կարողանամ հարաբերություններ հաստատել այլ մոլորակայինների հետ։ Բայց մի խոսքով ցենց բաներ կա, ուսմունքներ կա, մարդիկ տարված են։ Մի ուրիշ բժիշկ, այս ում մասին պատմում, շատ սիրում եմ այդ մարդկանց հետ, երևի կպատկերացնեք, որ չսիրեմ, չէ՞ որ նստի, չէ՞ որ կարա հետը երկու բառ խոսեմ։ Մյուսին առավել եւս եմ սիրում, մեր հայտնի բժիշկներից մեկն է, իր մասնագիտությամբ, եթե ես հիվանդանում եմ, տենց բժիշկ չկա այս աշխարհում, որ կուզեմ գնամ այդ բժշկի մոտ, ասեմ Ամերիկայում, այ իր մոտ կգնամ մեծ հաճույքով ու գնում եմ, ու տարիքով է, անունով հայտնի բժիշկ է ու ինձ խրատում է, նստացրել է, որ դու շատ սխալ ես անում ես քաղաքականությունից խոսում ես բան, որ տենց մարդը ինձ ասի նստում եմ, գլուխս կախում եմ, լսում եմ, ասես բաներ դու իրավունք չունես ասելու, ասես բաներ չպետք է անես, ասում եմ, հա հիվանդներ չեն գալու մոտդ, ասում եմ, դե ինչքան կգան կգա։ Ոչ մի ղեկավարություն քո մասին չի ուզում լսի, խոսի, ասում եմ, դե մի ասեք իրանց, որ չնեղվեն։ Իմ մասին մի խոսացեք իրանց հետ։ Քեզ բանտ են նստացնելու, ասում եմ, ինչ լավ է։ Ինձ բանտ նստացել մի լավ սխկեն էսի մեղքերի համար, երանելին կդառնա։ Քեզ սատկացնելուն, ասում եմ, այ փառքս, հալելույա, վերջ։ Տեսավ չէ, դա չօգնում, նստեց, ասեց, այ մենք ուսմունք ենք դավանում ու մենք որոշել ենք այդ մեր այդ ուսմունքի բանով գնալու ենք ընտրենք Նիկոլ Փաշինյանին։ Ասում ձեր ընտրությունն է, հարգում եմ, որովհետև մենք եկանք այդ եզրակացության մեր բաներով, որ ասում եմ, դե երևի ձեզ այդ ով որ այդ ուսմունքը բերել է, ինքն էլ ասում է, որ գնաք Նիկոլ Փաշինյանին։ Բա ինչ ես ասում, չէ, մենք մեր հրեշտակների հետ զրուցում ենք, բանը մեր հրեշտակի, ամեն մեկս մեր հրեշտակ ունենք, հրեշտակների վերևում ազգի հրեշտակն է եւ այլն։ Մենք իրանք ասել են, որ գնաց Նիկոլ Փաշինյանին ընտրես, հրեշտակներին հավատում եմ, ժողովուրդ ջան, հրեշտակների մասին երևի գիտեք, մեզ Գրիգոր Լուսավորիչն էր ասում, որ 13 տարի խորվիրապի գբում էր, իր հրեշտակը հետն է եղել, այդ օծերի կարիճների հետ միասին հրեշտակն էլ հետ է եղել ու մի օր հրեշտակը չի գալիս։ Հաջորդ օր որ գալիս է Գրիգոր Լուսավորիչը ասում է այս ուր է իր, դե իմ նման չկոպի չի էլի, ասում է ուր է իր, ասում է բա գիտես մեր մոտ կարևոր տոն էր, բոլոր հրեշտակների խմբերը հավաքվել էին, իմ տեղը չպետք է թափուր մնար, պետք է Աստծուն գովաբանեինք, դրա համար բացակայել եմ, ու մենք գիտենք, որ տարբեր հրեշտակների խմբեր կան, են վերևներում քերովբեներ կան, հրեշտակները հենց մի առանձին բան է, հրեշտակների խումբ է, մենք բոլորին ենք հրեշտակ ասում, բայց հրեշտակները ընդհանրապես մի խումբ են։ Ռուսները մի բառն էլ ունեն, Սիլы небесные помогите, Սիլы небесные նույնպես հրեշտակների մի խումբ է, մի խոսքով ես մի ժամանակ դրանց լրիվ անգիր գիտեի, բայց ուզում եմ ասեմ, հրեշտակներ կան, ամեն մեկս էլ մեր հրեշտակն ունենք, դրան հավատում եմ, բայց նայեք, ես 33 տարեկանից քրիստոնյա եմ, լավից վատից, դե հիմա ինձնից ավելի լավ քրիստոնյաներ կան, մի քիչ ավելի վատերն էլ կան, բայց ես քրիստոնյա եմ, քրիստոնեություն դավանում, իմ հրեշտակին էլ հավատում, իմ հրեշտակը հենց 17 տարվա մեջ չեկավ ինձ էս ասի, որ ես ում ընտրեմ։
Դրա համար Աստծուց նեղացած եմ, որ ինձ նենց սխալ հրեշտակատվել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքականության գործերով չի զբաղվում։ Նեղացած եմ Աստծուց դրանից։ Իրանց ասել է։ Դե էլ ինչ ունենք, աղանդներ ունենք լիուլի, դրա մասին ասել եմ, որ ժողովուրդը տարված է աղանդներով տարբեր այն երկրում, որ Քրիստոս իջել է, մուրճով խփել է, ասել այստեղ պիտի կառուցես իմ եկեղեցին, իջել է միածինը ու ստեղծվել է էջ միածինը, այդ մարդիկ թողում են էջ միածինը, գնում են տարբեր ուսմունքների հետևից։ Ինչի? Աղանդների հետևից։ Ինչի? Որովհետև մի աղանդը տանում է իրանց անվճար մամոգրաֆիա անում, այն մի աղանդը իրանց երեխաների ուսման վարձն է վճարում, մի աղանդը բացատրում է, որ հոգևորականների մեջ շատ վատն են, շատ սխալ են անում, մոմ են վաճառում, մոմը շատ սխալ բան է վաճառելը։ Լավ, այդքան դեգեներատ կարա լինի մարդ, չէ կարող մտածեք, բայց հոգևորականը ոնց պիտի ապրի։ Ձեր նման մի մարդ ընտանիքով։ Ձեզ Աստված թողում է ուցուցիչ լինեք, բժիշկ լինեք, գումար աշխատեք, ձեր երեխեքին պահեք։ Հոգևորականին չի թողում, ասում է դու չես կարա ուրիշ գործ անես, բացի հոգևորական գործերից։ Կնունքներ, պատարակներ, քարոզներ, էսա քո գործը միայն լինելու։ Այս մարդը ոնց պիտի առանց այդ մոմի գնի, ապրի։ Դե որ դուք այդ աղանդներին չտանեք ձեր տասանորդները տակ, բերեք մեր եկեղեցուն տակ, մեր եկեղեցին մոմ վաճառելու կարիքը չի ունենա։ Այս ժողովուրդը այնքան է դեբիլացել, այս քրիստոնեությունից հեռացել, որ չի պատկերացնում, որ հոգևորականը ճգնավոր չէ, այդ տարբերությունը չեն հասկանում։ Ես նոր եմ հասկանում, որ սրանք այս տարբերությունը չեն։ Ուզում են գնան տնան մի հատ ճգնավոր մուրուկով, ճղված շորերով, սովամա հեղած, իրանց օրնի, իրանք է դուզ գան։ Հոգևորականը ձեր նման մի մարդ է, ճգնավոր չի ինքը։ Աշխատանք անում այդ մարդը, հոգևոր աշխատանք այսել։ Սվատն են իրանք, փողի մասին բան են անում։ Փողի մասին։ Դուք չեք հելել, դուք փողից հեռու եք շատ։ Մի խոսքով մեր եկեղեցին ուժեղ է մեզանով, հայ առաքելական եկեղեցին ինձանով է ուժեղ։ Եթե ես չգնամ ու պատերը չեն ուժեղ լինելու։ Պատերն են, հոգևորականներն է, մեկ էլ ես եմ։ Մենք ենք։ Բայց դուք ընտրում եք էջմիածինը թողեք ու գնաք աղանդավոր դառնաք ու չեք համաչում դրանից, չեք համաչում։ Չնայած այնում որ այս խոսակցությունը վերաբերում է բոլորին բլոկել եմ, ջնջել եմ էջիցս, բայց դե բոլոր դեպքերում ասեմ։ Էլ ինչ ուսմունքներ ունենք, յոգան մեր երկրի տունը քանդել է, յոգան, որ բուսաբանականով արագ քայլում եմ, մեկը տեսնում, մեկը ընկած է, գնում եմ որ տենամ, ես ինչ ա եղել, արևա տեսել երկրպագում է, պատկերացնում եք, քրիստոնյա, առաջի քրիստոնյա երկրում նստում են արև են երկրպագում, ժողովուրդ ջան, սա ոնց բացատրեմ։ Մեր յոգայի դասատուն քրիստոնեության դեմ չի, ինքը եկեղեցիներ ա գնում, բան։ Մի հատ ընկերուհի ունեմ, իմ ընկերուները շատ ինձնից կոպիտ են։ Ինձնից կոպիտ կարող է թվա մարդ չկա, բայց իրանք ինձնից կոպիտ են։ Ասում ես դեգեներատներ որ չեն գնում, մեր եկեղեցիները մտնում, ասում միստասիլի, ուզում եմ մի բանով վերցեմ գանգները ջարդեմ։ Գնացեք ձեր միստասիլին ուրիշ տեղ արեք։ Միստասիլի։ Հասկանում եք այդ եկեղեցին հոգևոր արժեքներ ստանալու, հոգևոր բարքեր ստանալու, օրնություն ստանալու, հաղորդություն ստանալու համար է, միստասիլի չի։ Իրանք յոգաների մեջ են, կամ յոգան մենակ դուք եք լսել։ Դե ես գնացի 25 տարեկան եմ եղել, որ մտել եմ Մոսկվա, իրանց էլիտայի մեջ, տեսել մեկը գլխի վրա է կանգնում, մեկը ձեռքի վրա է կանգնում, ասել ես եմ սենց ուզում։ Ասեցին դե ուզում ես յոգայով ենք զբաղվում, համեցի։ Ասեցի այդ ինչ է, բաս ասենց ուսմունք է, այսենք անում, ասեցի կարելի է ես այդ ուսմունքը չունեմ, մենակ ձեր դիետան ու սպորտը վերցնեմ, ասես չի օգնի տենց։ Այդ ուսմունք է, կամ պետք է դրա մեջ չլնես, մենակ դիետայով սպորտով չի լինում այս ուսմունքը։ Ասեցի չէ, Աստված չի թողում, ես ուրիշ ուսմունք ունենամ։ Քրիստոս ասել է, մենակ ես եմ քո Աստվածը, մենակ Սուրբ Երրորդությունն է քո Աստվածը։ Ինչի համար եմ ասում, որ դուք սխալ ուսմունքներով եք գնում, այս նպատակը այս տեսահոլովակիցն է, որ նորից կրկնեմ, որ ես 11 տարեկանից օրը մի գլուխ կտակարան եմ կարդում, որ չտանի ինձ տարբեր սխալ ուսմունքներով, մնամ հիմնված իմ հայ առաքելական եկեղեցու ուսմունքի վրա, սա շատ կարևոր է, սա է հայեցին, սա է մեր հայի առաքելությունը, որ այս քրիստոնեությունը միջև աշխարհի վերջը տանեք, դուք յոգան չեք տանում միջև աշխարհի վերջը, մի խոսքով դա ձեր ընտրությունն է, ես ուղղակի ուզում եմ ասել մեր էլիտան ուր է, մի մասը իհարկե ոչ բոլորը, բայց ձեր երեխեքին եթե ուզում եք մի օգուտ բերեք, ասեք օրը մի գլուխ կտակարան կարդան։ Հա, ինչի մեր դեգեներատներն էլ, ծագլուխ Ժաննա Անդրեասյաններն էլ
հայոց պատմությունը եկել են ինչի համար են եկել են դենստել, որ հայոց պատմությունը բանից հանեն, դպրոցներից հանեն, որ այսինքն տարբեր բաներ ուսմունքների մեջ մտնեն երեխեք։ Մի հատ էլ հուսադրող բան էլ ասեմ, որ կարևոր է սա շատ, որ մենք հայերս իմաստության սկիզբը ունենք դրված, իմաստության սկիզբը դա աստվածավախությունն է, ըստ կտակարանի։ Մենք բոլորս ունենք աստվածավախություն, բոլորս, այ տարբեր ուսմունքներում խորացած, բոլորը խաչերը կախած, մեր մոտ այդ գողականները, որ 10 հոգով 20 հոգու դանակահարում են մի էքի համար, խաչերներ ունեն կախած վզներից իրանց գլխի պարունակությունից մեծ։ Ու սա սկիզբն է, հիմքն է, ոչ մի երկրում այսքան աստվածավախ մարդ չկա, մեր մոտ գեյերն էլ վեր ընկնում ամեն առավոտ ասում այ Քրիստոս Քրիստոս, ես քեզ չեմ հավատում, ուրեմն ես գեյ եմ։ Ինքը գիտի Հիսուս Քրիստոսի տեղը արդեն, գիտի, իրան ամեն օր ասում ես քեզ չեմ հավատում։ Մնացած երկրների մի քիչ ուրիշ ձև է։ Մերը ոնց որ արդեն մաշկներից է դա ճշմարտություն է, որ ստացել ենք արդեն։ Ուրեմն հիմքը ունենք դրված։ Դրա վրա մի քիչ էլ կարդացեք, տեսեք ուր ենք հասնում։ Մեծ հույսերով կհանդիպենք նորից, բարի օր բոլորիդ։